Պաշտպանության նախարարը շտապում է լրագրողներին հանգստացնել, շփման գծում վերջին օրերը լարված են, բայց իրավիճակը վերահսկելի է։ Հայկական ստորաբաժանումները զսպում են հակառակորդի քայլերը հայկական երկու հանրապետությունների ամբողջ սահմանում։ Կրակոցների թիվն է ավելացել, հակառակորդը նաև ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում եւ նաեւ վերջին օրերին խոշոր տրամաչափի, այսինքն 60-82 մմ-անց ականանետերից են կրակել։ Կրակոցները սահմանին չէին դադարում նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների օրերին։ Սեյրան Օհանյանը լարվածության որևէ պատճառ չի առանձնացնում։ Հակառակորդին հատուկ պահվածք է, պայմանավորված ներքին ու արտաքին խնդիրներով։ Սահմանին լարվածություն ստեղծելով Ադրբեջանը ցանկանում է իր համար շահեկան պայմաններ ստեղծել։ Լարվածության առաջացման վրա իհարկե ազդում են տարբեր թե ներքաղաքական, թե նաև միջազգային զարգացումներ, որոնք որ կան թե տարածաշրջանում, թե միջազգային, այսպես կարելի ասել, արենայում, թե իհարկե նաև մեր հակառակորդի մոտ ներքաղաքական կամ ներտնտեսական որոշակի պայմաններից ելնելով։ Պաշտպանության նախարարը անձամբ է եղել դիրքերում ու ծանոթացել իրավիճակին։ Վստահեցնում է, զինվորների մարտական ոգին բարձր է, հայկական բանակը ունակ է պահպանել երկրի անվտանգությունը, կանխելով հակառակորդի բոլոր սադրանքները։ Հորդորում է ականջ չդնել հակառակորդի հռետորաբանությանը։ Այս զինվորը Արցախյան պատերազմում է ցույց տվել իր կարողությունը, հիմա էլ հաջողությամբ կատարում է մարտական առաջադրանքները։ Հայաստան-Արցախյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխել իր դիրքորոշումը։ Խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն երկխոսությամբ վստահություն ստեղծելով, բացառելով ուժի կիրառումը։ Նազելի Գրիգորյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։